Բարի առավոտ, իմ շատ սիրելի հեռուստադիտողներ, Կոտայք TV-ի եթերում բարի լույսն է։ Իսկ ես Ալիտա Եղիազարյանս մեր լուսավոր եւ գունավոր տաղավարից ձեզ մաղթում եմ լավ օր եւ ասում շնորհակալություն, որ միացել եք մեզ։ Սովորաբար շատ երկրներում առավոտները սկսվում են տարբեր կերպ։ Օրինակ, շատ վիետնամացիների համար օրը սկսվում է առավոտյան ժամը 5-ից 6-ի սահմաններում, քանի որ աշխատանքային օրը սկսվում է շատ շուտ։ Դպրոցներն ու աշխատավայրերը բացվում են 7:30-ից 8-ի սահմաններում։ Նաև վիետնամական մշակույթում վաղ արթնանալը համարվում է լավ սովորություն։ Շատ վիետնամացիներ, հատկապես տարեցները, առավոտյան դուրս են գալիս զբոսնելու կամ վարժությունները անելու։ Վիետնամում նախաճաշը շատ կարևոր է եւ հաճախ ուտում են տանից դուրս փոքրիկ փողոցային սննդային կրպակներում։ Նախաճաշը հաճախ ուղեկցվում է թունդ սուրճով կամ թեյով։ Շատերը աշխատանքի կամ դպրոց են գնում մոտոցիկլետով կամ հեծանվով։ Վիետնամը համարվում է աշխարհի ամենահեծանվային եւ ամենամոտոցիկլետային երկրներից մեկը։ Քանի որ լավ եւ դրական առավոտ ունենալու համար նաեւ հարկավոր է առողջ սնվել եւ նախաճաշելը շատ կարեւոր է, այդ պատճառով ես առաջարկում եմ մենք մեր առավոտը սկսենք օգտակար խորհուրդներով եւ այսօր միասին խոսելու ենք սիսեռի մասին։ Սիսեռը հայտնի է նաեւ որպես նախնադարյան ոլոր, այն համարվում է օգտակար սպիտակուցներով հարուստ հատիկաբույս, սակայն ինչպես ցանկացած մթերք այն ունի նաեւ հնարավոր վնասակար կողմեր եւ հակացություններ։ Սիսեռը բուսական սպիտակուցների գերազանց աղբյուր օգնում է մկանային զանգվածի պահպանմանն ու վերականգնմանը, նպաստում է լավ մարսողությանը եւ կանխում է փորկապությունը։ Սիսեռը նաեւ իջեցնում է վատ խոլեստերինի մակարդակը։ Այն պարունակում է մագնեզիում, կալիում եւ ֆոլաթթու, որը կարեւոր է սրտի առողջության համար։ Ունի ցածր գլիկեմիկ ինդեքս, ինչի շնորհիվ դանդաղեցնում է շաքարի ներծծումը արյան մեջ։ Օգտակար է շաքարային դիաբետ ունեցող անձանց համար։ Սիսեռի սպիտակուցն ու մանրաթելերը երկար ժամանակ հագեցվածության զգացում են ստեղծում եւ օգնում են նվազեցնել ախորժակը։ Նաեւ պարունակում է B խմբի վիտամիններ եւ ֆոլաթթու, հանքանյութեր, երկաթ, մագնեզիում եւ ֆոսֆոր։ Սակայն սիսեռը շատ օգտագործման դեպքում կարող է առաջացնել փքվածություն եւ գազեր, ինչը հատկապես մարսողական խնդիրներ ունեցող անձանց համար է վտանգավոր։ Սիսեռը պարունակում է նաեւ որոշ քանակությամբ օքսալատներ, որոնք կարող են նպաստել երիկամային քարերի առաջացմանը, հատկապես եթե հակում ունեցող անձիկ կան։ Թեպետ հազվադեպ, բայց սիսեռի նկատմամբ ալերգիկ ռեակցիաներ կարող են առաջանալ, հատկապես եթե կա ալերգիա այլ հատիկավոլորեղենի նկատմամբ, օրինակ սոյայի կամ ոլորի նկատմամբ։ Սիսեռը նաև խորհուրդ չի տրվում օգտագործել այն մարդկանց, ովքեր ունեն երիկամային քարեր, փքվածություն, գազեր եւ մարսողական այլ խնդիրներ։ Եվ վստահ եմ, որ բացի օգտակար խորհուրդներից եւ առողջ ապրելակերպից, մեր լավ ու դրական տրամադրությունը պահպանելու համար անհրաժեշտ է նաեւ լսել հաճելի երաժշտություն։ Իսկ հիմա առաջարկում եմ հաճելի երաժշտություն լսենք, դիտենք տեսահոլովակ եւ շարունակենք եթերը։ Դե ինչ, մենք վերադարձանք սիրելի հեռուստադիտողներ եւ արդեն լավ ժամանակն է ներկայացնելու մեր այսօրվա հյուրին։ Եվ այսօր միասին խոսելու ենք Լուսիկ Ագուլեցի տուն-թանգարանի տնօրեն Գայանե Սամվելյանի հետ։ Բարև ձեզ։ Բարի օր։ Ինչպե՞ս եք։ Շնորհակալություն, լավ։ Շնորհակալ եմ հրավերը ընդունելու համար եւ ուզում եմ մենք մեր զրույցը սկսենք մեր ավանդական հարցով, սովորաբար ինչպես է սկսվում ձեր առավոտը։ Առավոտը սկսվում է մի բաժակ ջրով եւ արդեն պլանավորում եմ օրը, թե ինչպես եմ որտեղից եմ սկսելու եւ որտեղ ավարտեմ։ Նաև կասեք թանգարանի մասին ենք այսօր խոսելու, երբ է հիմնադրվել, հիմնական առաքելությունը որն է թանգարանի եւ դուք որքան ժամանակ է որ տնօրինում եք թանգարանը։ Քանի որ ամուսիններով գեղագետներ էին, թե Լուսիկ Ագուլեցին, թե Յուրի Սամվելյանը սիրում էին իրենց շրջապատել գեղեցիկ իրերով, նրանց ստեղծագործությունները, Լուսիկ Ագուլեցու հավաքածուն, որը տարիների ընթացքում ձեռք բերվեց, կամաց բերեցին նրան, որ դեռևս երբ ապրում էին այդ տանը, ունենում էին շատ հյուրեր եւ այդ հյուրերը ցանկանում էին վերադառնալ իրենց հյուրերի հետ եւ անընդհատ հյուրեր էին ընդունում։ Շատ սահուն է եղել անցումը տնից թանգարան, որովհետև այդ ցանկությունը կար մարդկանց եւ 2013 թվականին ստեղծվեց հիմնադրամը, որի հիման վրա էլ ստեղծվեց թանգարանը
Իսկ Լուսիկ Ագուլեցու մահից հետո արդեն 2018 թվականից արդեն տան դռները որպես թանգարան բաց են բոլորի առջև, առանց հանգստյան օրերի աշխատում ենք ներկայացնելով մեր մշակույթը։ Այդ դուք ինչպես եք կարողանում եւ Լուսիկ Ագուլեցու եւ նաեւ հայկական մշակույթը ներկայացնել եւ ինչպես եք ներգրավում այցելուներին, ինչ հետաքրքրություն կա թանգարանում, ինչ հետաքրքիր գեղեցիկ եւ ցուցադրություններ եք մշակում, ցուցադրում, ինչով է տարբերվում այլ թանգարաններից։ Տեսեք, տարբերություն այս պահին չնշեմ, որովհետև յուրաքանչյուր թանգարան յուրովի է, յուրաքանչյուր թանգարան իր նշանակությունն ու տերն ունի։ Սա նշեմ միայն, որ Լուսիկ Ագուլեցու այս թանգարանը յուրահատուկ աուրա ունի, յուրահատուկ միջավայր ունի, որտեղ յուրաքանչյուր մարդ զգում է այնպես, ինչպես իր տանը։ Ցուցադրության մեջ մենք պահպանել ենք հենց տան այն վիճակը, ինչպես ապրել են, եւ իսկապես բոլորը շատերն են նշում հյուրերից, որ զգում են ասես հյուր են եկել հենց Լուսիկ Ագուլեցուն։ Իսկ ինչ նշանակություն ունի հատկապես Լուսիկ Ագուլեցու արվեստը մեր ինքնության մեջ, մեր ինքնության զարգացման մեջ։ Տեսեք, Լուսիկ Ագուլեցին լինելով մասնագիտությամբ նկարչուհի, շատ սիրում էր նաեւ ազգագրությունը եւ հսկայական գործ է արել ազգագրության մեջ։ Ժողովուրդը իրեն տալիս էր այդ պատվանունը, ազգագրագետ, հաճախ նեղվում էր, ասում էր չունեմ այդ մասնագիտական կրթությունը եւ այն մարդիկ տարիներով սովորում են ու հիմա ինձ էլ են անվանում, լավ էր զգում հոգու խորքում, բայց մտածում էր, որ դեռ չի արել այնքան, որ պատիվ ունենա ազգագրագետ կոչվելու։ Ինքը փառք ու պատիվ մեր ազգագրագետների, որոնք տարիներ շարունակ ուսումնասիրել են, պեղել են գրքերի տեսքով, ուսումնասիրությունների տեսքով, անբարել են այն ամբողջ նյութը, որ ունեցել են։ Լուսիկ Ագուլեցին առաքելությունն այն էր, որ ինքը այդ ամենը բերեց կյանք։ Այսինքն, եթե տարազների մասին խոսվում էր եւ դրանք գրքերում էին, Լուսիկ Ագուլեցին այն միակն էր, ով ամեն օր եւ ամենտեղ գրում էր այդ ազգային հագուստը։ Իդեպ նշեմ, որ ինքը միշտ չի որ ամբողջական տարազներ է գրել, բայց շատ լավ տիրապետելով այդ նյութին ինքը կարողանում էր այնպես ստեղծագործել, այնպես մատուցել, որ այդ ամենը ներկայանում էր ժողովրդի մոտ որպես տարազ եւ իրեն շատերը գուցե անունով չհիշեն, անուն ազգանունով շատերը չհիշեն, բայց որ ասում էին տարազներով կինը, բոլորի մոտ հառնում էր այն կերպարը, որը ստեղծում էր ինքը։ Յուրաքանչյուր ծեսի ժամանակ, տոնի ժամանակ օգտագործվում էին կենաց ծառեր։ Այդ մասին կային տարբեր հիշատակումներ, բայց բացի տոնածառից, որը եւս կենածառի մի տարատեսակ է, ամանորի ժամանակ օգտագործվող, մնացած ծառերի մասին ոչինչ չկար։ Այդ ավանդույթը եւս ազգագրության գրքերից բերեց առօրյա եւ յուրաքանչյուր ծեսի տոնի ժամանակ յուրահատուկ կենածառ էր պատրաստում եւ այդ մշակույթը թողեց եւ փառք Աստծո այսօր արդեն տեսնում ենք տարբեր ծեսերի տոների ժամանակ պատրաստվող այդ ծառերը։ Մեր թանգարանի մի մեծ հատված ներկայացվում է տոնացիսական մշակույթը ներկայացնող կերպարներ, տեխնիկներ, դրանք եւս նորույթ էին, ինչ առումով, որովհետև խոսքուզրույցներում, ավանդազրույցներում, գրքերում կային պատմություններ կերպարների մասին, որոնք հանդես են եկել այս կամ այն ծեսի ժամանակ, այս կամ այն սովորույթին բնորոշ, բայց իրենք որպես այդպեսին իրենց տեսքը չունեին, իսկ Լուսիկ Ագուլեցին մտածում էր, որ ավելի լավ է մեկ անգամ տեսնել, քան 100 անգամ լսել եւ երբ գրում էր տոնացիսական մշակույթը ըստ Լուսիկ Ագուլեցու գիրքը, դրան զուգահեռ ինքը սկսեց պատրաստել այդ տեխնիկները, որոնցից շատերը ժողովուրդը պատրաստում էր, օրինակ ինչպես ակլատիզը, օտիստատ, նուրիների շարքը, բայց տեխնիկներ կային, որոնց կերպարներ կային, որոնց մասին մենք լսում էինք անընդհատ, բայց չունեին իրենց վիզուալ տեսքը, եւ Լուսիկ Ագուլեցին ստեղծեց այդ ամենը եւ հիմա մեր մեծ ցուցասրահներից մեկը նվիրված է հենց տոնացիսական մշակույթին, որտեղ այդ տեխնիկներն են, որոնք խոսում են մեր պատմության, մեր սովորույթների, մեր տարբեր լեգենդների ու պատմությունների մասին։
Իսկ թանգարանում ո՞րն է ամենահին եւ ամենահետաքրքիր ցուցանմուշը ըստ ձեզ եւ ինչով է այն տարբերվում մնացած ցուցանմուշներից։ Յուրահատուկ են, ամեն նմուշ իր յուրահատկությունն ունի, թերևս ամենահին նմուշը քարե տարից պահպանված կտրիչ ունենք, տարբեր նմուշների կողքին առանձնացնեմ նաև Շարլ Ազնավուրի տատիկի թևնոցները, որոնք մեր մոտ են ցուցադրվում, Փարաջանի Վիներանգույնը ֆիլմում օգտագործված օրորոցը, Մանթաշվի պայուսակը, Այսինքն բացի ագուլեցուց, նաև այլ արվեստագետների գործեր նույնպես թանգարանում ցուցադրվում։ Տեսեք, թանգարանում ցուցադրվում են որպես արվեստի գործեր ցուցադրվում են Լուսիկ Ագուլեցու աշխատանքները, ամուսնու Յուրի Սամվելյանի եւ ընդհանրապես նշեմ, որ այս գերդաստանում 5 սերունդ ստեղծագործողներ են եւ ցուցադրվում են նաեւ նրանց աշխատանքները։ Իսկ այդ ստեղծագործությունների կողքին ներկայացվում է Լուսիկ Ագուլեցու մեծ հավաքածուն, իսկ հավաքածուն ինչպես է սկսել, նշեցի սկզբում, որ լինելով գեղագետներ սիրում էին գեղեցիկ իրերով շրջապատել, հետո նշեմ, որ ինքը հաճախ էր գնում Ագուլիս, 8 տարեկանից Ագուլիսից դուրս էին եկել, բայց տատին պապին դեռ ապրում էին եւ ինքը ամեն տարի արձակուրդներն անցկացնում էր Ագուլիսում, մինչեւ 86 թվական ինքը կարողացել էր գնալ Ագուլիս եւ ամեն անգամ երբ գնում էր Ագուլիս տեսնում էր թե ինչպես են հայ ընտանիքներում օգտագործվող իրերը կամաց հայտնվում օտարների ձեռքին, որոնք կամ ոչնչացնում էին, կամ ասում էին մերն է եւ ցավով պիտի նշեմ, որ այսօր ոչ միայն աճուրդներում, այլ անգամ տարբեր թանգարաններում հայատար գրառումներով իրերը ներկայացվում է որպես օսմանական արվեստ։ Դրա համար ինքը փորձեց բերել այն ամենը, ինչը կարողացավ Ագուլիսից հայկական հետք ունեցող իրերը, հետագայում 90-ականներին, երբ որ երկրաշարժ էր, շրջափակում, պատերազմ եւ մարդիկ գոյատևելու խնդիր ունեին, ինքն էլ ունենալով բավական դժվարություններ այդ տարիներին, ինչպես բոլորը, բայց փորձեց նկարները էժան վաճառելով կամ նկարների հետ փոխանակելով ձեռք բերել այդ իրերը մեծ ցավ էր ապրում, որովհետև ինչ քանակով որ վաճառվում էր, նույն քանակությամբ կարելի ասել երկրից դուրս էին տանում, մեծ ցավ էր ապրում, տեսնելով թե ինչպես են այդ արժեքները դուրս հոսում եւ նպատակ դրեց այդ ինչ կարողացավ պահել, պահպանել։ Հետագայում արդեն երբ որ գիտեին հավաքածու ունի, հետաքրքիր իրեր է ձեռք բերում, շատերն էին առաջարկում, բայց մի հետաքրքիր դիտարկում ամեն անգամ երբ որ մեկը ինչ-որ բան էր փորձում վաճառել, համոզում էր, որ չվաճառի։ Ասում էր միայն 3 դեպքում կարելի է վաճառել, եթե տուն պիտի կառուցես, եթե առողջական խնդիրներ ունես կամ երեխային ուսման պիտի տաս։ Մնացած դեպքերում ասում էր չարժի ընտանեկան մասունքը վաճառել առօրյա խնդիրներ լուծելու համար, համոզում էր։ Կային մարդիկ, որ իրոք համոզվում էին, բայց երբ զգում էր, որ այս մարդը մեր տնից դուրս գալով պիտի հաջորդ դուռը թակի, արդեն գնում էր այդ իրը եւ շատերը բերում էին ի պահ հանձնելու ինչ առումով, որ մտածում էին, որ սերունդները չեն պահելու եւ սա այն վայրն է, որտեղ այս իրերը երկրորդ կյանք ու շնչառություն են ունենալու։ Նաև դուք նշեցիք, որ սերունդները չեն պահվել, իսկ Լուսիկ Ագուլեցին ցանկանում էր, որ հայկականը պահպանվեր եւ տարածվեր։ Այ հիմա ձեր կարծիքով որքանով են հիմա երիտասարդները գնահատում այն ինչ որ ունենք եւ դուք որպես թանգարանի տնօրեն ինչպես եք անում, որ երիտասարդները ավելի շատ ընդգրկվեն եւ սիրեն այն ինչ ունենք ու հայկականը ավելի շատ գնահատեն։ Մենք պարզապես պիտի գնանք ինքնաճանաչողության, սիրենք մեր արմատները, ճանաչենք մեր արմատները եւ կարողանանք առաջ գնալ։ Հատուկ խնդիրներ չենք դրել մեր առջև, ամեն ինչ ինքնըստինքյան է ստացվել, անկեղծ ասած, ունենում ենք շատ այցելուներ, շատ ուրախանում եմ, որ մեր այցելուների մեջ մեծ մաս են կազմում երեխաները, երիտասարդները, որոնք նոր հայացքով են նայում մեր անցյալին, որովհետև մեր թանգարանի ցուցադրության մեջ հայկական իրերի կողքին մեծ տեղ են գրավում նաև այլ մշակույթներ ներկայացնող իրեր,
բայց ինչն է հետաքրքիր եւ ինչն է միավորում այդ ամենին, որ այս ամենը ձեռք է բերվել հայ ընտանիքներից։ Սրանք իրեր են, որոնք հայերն օգտագործել են իրենց կենցաղում։ Այլ կերպ ասած, կարելի է մեր տուն թանգարանն անվանել նաև հայկական կենցաղաբարության թանգարան եւ երբ գալիս են թե երեխաները, թե երիտասարդները, թե մեծերը, նոր հայացքով են նայում մեր անցած ուղուն, մեր անցած պատմությանը եւ հրճվանքով են դուրս գալիս, որ հայը ունեցել է նման կենցաղավարություն, հայը ունեցել է նման զգեստներ, տարազներ, նման զարդեր, նման կենցաղավարություն եւ ոգևորված ու փայլուն աչքերով են դուրս գալիս մեր հյուր եկած այցելուները։ Օտարների համար եւս հետաքրքիր է, օտար երկրահյուրերի համար եւս հետաքրքրություն է ներկայացնում եւ մեր հյուրերից մեկի խոսքը այստեղ մեջ բերեմ, հաճախ եմ այդ մասին խոսում իհարկե, ասեց սա Հայաստան է 4 պատերի մեջ։ Այ որ երկրներից եք հիմնականում ունենում հյուրեր։ Տարբեր, անկեղծ ասած չենք փորձել երբևէ ուշադրություն դարձնել, այ դուք հարցը տվեցիք ու ես փորձեցի մտածել, բայց տարբեր երկրներից, թե եվրոպական, թե ասիական, թե Ամերիկայի Միացյալ Նահանգներից, Ռուսաստանից, թե հայերի մասին էլ չասեմ։ Ինչպես երբ որ օտարները գալիս են եւ դիտում են հայկական մշակույթը, հետաքրքիր է նաեւ նրանց վերաբերմունքը հայկականի նկատմամբ, քանի որ շատ հաճախ նկատում ենք, որ երբ որ օտար երկրացիներ են գալի, ավելի շատ են գնահատում եւ սիրում հայկականը, քան այն մենք երբ որ մենք ենք դիտում։ Այ ձեր կարծիքով ինչու է այդպես, ինչու են օտարները ավելի շատ գնահատում եւ սիրում հայկականը։ Անկեղծ ասած չեմ կարող պատասխանել այդ հարցին, չնայած ասեմ մեր տեղացիներն էլ բավականին հետաքրքրված են եւ ժամանակի հետ, այսպես ասեմ, մի տենդենս կա, մոդայիկ է դարձել ազգայինը, դա ունի իր լավ եւ վատ կողմերը, լավ այն առումով, որ այն մարդիկ, ովքեր հետաքրքրված չէին, ժամանակին համընթաց փորձում են գնալ այդ նորաձևությանը իրենց մտածողությամբ եւ 10-ից եթե 2-ի հոգում էլ այդ ծիլը եղավ, ուրեմն մենք որոշակի հաղթանակ ունենք, իսկ դա ավելին է, ուշադրությունը ազգային բարերի, ազգային հագուստի, իհարկե շատերի մոտ նկատվում է, որ դա ձև է, բայց հավատացեք, որ շատ ավելի մոտ այս պահին նկատում եմ, որ իսկապես հոգուց բխած ցանկություն է, հոգուց բխած մտածում է եւ ուրախանում եմ, երբ տեսնում եմ, թե ինչպես են վերաբերվում թե ազգային երկուպարին, թե ազգային հագուկապին, թե ընդհանրապես մոտեցմանը։ Հավատացեք, մենք լավ երիտասարդություն ունենք, մենք շատ լավ եկող սերունդ ունենք, միշտ եղել են սերունդների մեջ թե լավ, թե վատ հատկություններով օժտված մարդիկ, բայց լավը պետք է նկատել, լավը պետք է առաջ տանել եւ սադար կանգնել լավին, սադար կանգնել այն երիտասարդներին, որոնք ցանկություն ունեն եւ վստահ եմ, որ ամեն ինչ լավ կլինի։ Նաև խոսենք թանգարանի, քանի որ նշեցիք, որ շատ դարերի պատմություն ունեցող իրեր կան, այն ինչպես է թանգարանը հավաքագրում եւ պահպանում նման իրերը։ Դե սկզբնական ամբողջ այդ հավաքելու միտքը, գաղափարը, աշխատանքները լուսիկագուլեցությունն են եղել։ Հիմա եւս շարունակում ենք որոշակի իրերով համալրել թանգարանը, այն իրերը, որոնք չունենք, կամ այն իրերը, որոնք իրենցից յուրահատկություն են ներկայացնում, փորձում ենք ձեռք բերել եւ ներկայացնել մեր այցելուներին։ Նաև թանգարանինքից նաև կցվում է սրճարանը, հետաքրքիր սրճարանը ինչով է տարբերում, ինչ հետաքրքիր ուտեստներ են պատրաստվում հայկական եւ նաև միայն հայկական ուտեստներ են, թե նաև նույնպես լուսիկ ագուլեցու խոհանոցային ուտեստները նույնպես պատրաստվում են։ Շատ բարի։ Այս սրճարանի միտքը ինչպես ծագեց։ Այն ժամանակ, երբ որ տուն էինք եւ ապրում էինք, անընդհատ, ինչպես սկզբում նշեցի, ունենում էինք հյուրեր, ես ագուլեցու հարսն եմ իդեպ, եւ ինչպես բոլոր հայկական ընտանիքներում, մեր տանը եւս սեղանը միշտ բաց էր, եւ տեսնելով այդ նմուշները, գործերը մարդկանց մեջ,
ցանկություններ առաջանում, եթե փոխաբերական իմաստով ասեմ, մարսելու այդ նյութը եւ զգում ենք, որ արդեն գնալուց մարդիկ դժվարանում են գնալ եւ այդ ամենը ավարտվում էր սեղանի շուրջ զրույցով, քննարկումներով, փորձում էին իրենց հարցերի միջոցով տեղեկությունները ավելի հստակեցնել, այն ինչի մասին խոսվեց, տեսան, այսինքն այդ ամեն ինչը ավարտվում էր սեղանի շուրջ։ Մրգեր, ընդեղեն, ջրեր, դրանք անպակաս էին սեղանից եւ որ ժամին հյուրերը կլնեին, կմասնակցեին նախաճաշ, ունեցել ենք նման դեպքեր, ճաշ, ընթրիք, այսինքն միշտ սեղանը բաց էր, միշտ հյուրեր էին եւ միշտ այդ ընդունելությունը կար։ Արդեն երբ որ թանգարանի այցելուները շատացան, բնականաբար կարիք եղավ այդ ամենին պրոֆեսիոնալ մոտեցում ցույց տալ եւ դրա համար բացվեց սրճարանը։ Թանգարան սրճարան այդ կոնցեպտը շատ հետաքրքիր է, որտեղ սրճարան այցելող հյուրերը անպայման շրջում են թանգարանով, թանգարան այցելող հյուրերը անպայման շարունակում են սրճարանում եւ ընդհանրապես խոհանոցը մեր մշակույթի կարևոր կտորներից մեկն էր եւ հավատացեք այդ խճանկարը մշակութային ամբողջական չէր լինի, եթե բացակայեր այդ կտորը։ Մեր Ագուլեցի արտսրճարանը ներկայացնում է թե բաղադրատոմսեր, որոնք ընտանիքում էր ընդունված, թե հին հայկական այլ բաղադրատոմսեր, բայց ինչ խոսք դրանց պետք է տալ նոր շունչ, ժամանակների նոր մոտեցում, որպեսզի այդ ամենը լինի ավելի գեղեցիկ, ավելի հմայիչ եւ ավելի համեղ։ Այսինքն նորի ու հնի համադրությունն է, որ մատուցվում է Ագուլեցի սրճարանում։ Նշեցիք դուք նաև այն ուտեստները, որոնք հիմնականում եղել են սեղանին եւ նաև նորամուտությունը, ձեր սեղանի հիմնական որ ավանդական ուտեստներն էին միշտ անպակաս եւ լինում։ Տան եւ սրճարանի պարագայում։ Այս պահին ներկայացվում է մեր խոհանոցում Ագուլիսյան կաթան, յուրահատուկ իր համով, ինչու՞ չէ նաև ձևով, Ագուլիսյան ուտեստներ կան, վանամշոշ կա, ամուսին Լուսիկ Ագուլեցու արմատներով վանեցի էր, թոփիկ, յուրատեսակ ուտեստներ են, որոնք ապրելով տան միջավայրում հիմա անցել են սրճարան եւ շատերն են այցելում հատուկ այդ ուտեստները մեր սրճարանում ուտելու համար։ Իսկ թանգարանը ինչ միջոցառումներ ունի մոտ ապագայում կազմակերպելու, ինչ նոր հետաքրքիր միջոցառումներ են սպասվում հանդիսատեսին։ Ժամանակ առ ժամանակ մենք տեղեկացնում ենք մեր այցելուներին, մեր մոտ կատարվող միջոցառումների մասին, սովորաբար նշում ենք տարբեր ազգային տոներն ու ծեսերը, միշտ խոսում ենք այդ մասին, ունենում ենք համերգային ծրագրեր, հուլիսի 5-ին մեր մոտ մեր Ազնավուրը խորագրով երեկո է սպասվում, առաջիկա դա է, անդրադառնում ենք ծեսերին, տոներին եւ ունենում ենք համերգային ծրագրեր, հիմնականում այդ ուղղությամբ ենք առաջնորդվում։ Նաև շատ թանգարաններ հարմարվելով ժամանակի պահանջների ինչ-որ ցուցադրություններ կազմակերպում են, օրինակ 3D մոդելավորման կազմակերպված, օրինակ կան ձեր թանգարանում այնպիսի ցուցադրություններ, որ այդպես են ներկայացվում։ Դեռ ոչ, առաջիկայում հնարավոր է մտածել այդ մասին, սակայն այս պահին մեր մոտ հիմնական ցուցադրությունն է, ժամանակ առ ժամանակ ունենում ենք կոնկրետ թեմատիկ ցուցադրություններ, թե ստեղծագործություններից, թե ավելի կենտրոնացված թեմային բնորոշ, այդքանը դեռևս։ Նաև ուզում եմ ամփոփելով մեր զրույցը, խոսենք թանգարանից, այն միշտ բաց է, յուրաքանչյուր աշխատանքային օր եւ նաև հեռուստադիտողներին հետաքրքիր է, որ ժամերին է այն աշխատում, մի փոքր կմանրացնենք նաև։ Շատ բարի, թանգարանն աշխատում է ամեն օր 12-ից 7-ը։ Չկունենք աշխատանքում, երբեմն գնում ենք ժամային զիջումների, սրճարանն աշխատում է ամառային շրջանում, առավոտյան ժամը 11-ից մինչև երեկոյան ժամը 10-ը։ Շնորհակալ ենք շատ։ Համեցեք, սիրով սպասում ենք եւ վստահ եմ, որ յուրաքանչյուրդ կգտնեք ձեր հոգուն բնորոշ երանգը, գույնը, տրամադրությունը մեր թե թանգարանում, թե սրճարանում։ Միշտ սիրով սպասում ենք ձեզ։ Շնորհակալ ենք։ Խնդրեմ։
Սիրելի հեռուստադիտողներ, հիշեցնեմ, որ այսօր զրուցում ենք Լուսիկ Ագուլեցի տուն թանգարանի տնօրեն Գայանե Սամվելյանի հետ։ Այս պահին մեզ մոտ երաժշտական ընդմիջում է, դիտենք տեսահոլովակ եւ շարունակենք եթերը։ Մենք շարունակում ենք եթերը, սիրելի հեռուստադիտողներ, իսկ հիմա հեռուստաէկրանների առջև հրավիրում է մեր ամենաճանապարհորդասեր հեռուստադիտողներին, քանի որ գտնալու ենք Աֆրիկայի արևելքում գտնվող մի երկիր, որի անունը կապվում է սավանայի անծայրածիր տարածքների եւ վայրի բնության հետ։ Խոսքս Տանզանիայի մասին է, սակայն Տանզանիան միայն բնությունը չէ, այն իր մեջ պահում է շատ հետաքրքիր գաղտնիքներ։ Իսկ այն գաղտնիքները կբացահայտենք, եթե իհարկե դիտենք պատրաստված տեսանյութը։ Տանզանիա։ Տանզանիան ոչ միայն վայրի բնության անկրկնելի աշխարհ է, այլև մի երկիր, որտեղ քաղաքների աղմուկը, գյուղերի խաղաղությունը միախառնվում են, դառնալով մի ամբողջ աշխարհ ապրող իր ռիթմով։ Մինչև 1964 թվականը Արևելյան Աֆրիկայում գոյություն ունեն երկու պետություններ՝ Տանգանիկա եւ Զանզիբան։ Տարբեր ժամանակաշրջաններում այդ պետություններում ձգտել են իրենց իշխանությունը հաստատել արաբ էմիրները, թուրքերը, պորտուգալացիները, կայզրական Գերմանիան եւ Անգլիան։ Ամենից երկար այստեղ իշխեց Անգլիան, սակայն անգլիական այդ գաղութների ժողովուրդները համառ պայքար էին մղում իրենց անկախության համար։ Այդ պայքարն ավարտվեց հաջողությամբ։ Տանգանիկան անկախություն ստացավ 1961 թվականին, իսկ Զանզիբան 1963 թվականին։ 1964 թվականի ապրիլին նրանք միավորվեցին։ Այդպես կազմավորվեց Տանզանիայի Միացյալ Հանրապետությունը։ Այդ երկրամասի բնիկները եղել են բուշմեններն ու ազգակից ցեղերը, որոնց հետագայում իրենց են ձուլել բանտուներն ու այլ ցեղեր։ Տանզանիայի բնակչության գրեթե 100%-ը կազմում են բանտու լեզուներին պատկանող ցեղերը։ Բնակվում են նաև հնդիկներ, պակիստանցիներ, արաբներ։ Այն թույլ զարգացած գյուղատնտեսական երկիր է։ Այստեղ մշակում են բամբակենի, սուրճ, թեյ, կոկոսյան արմավենի, ծխախոտ, եգիպտացորեն, ցորեն, բրինձ, կորեկ, սորգո, մանիոկ։ Այստեղ զբաղվում է նաև անասնապահությամբ եւ ձկնորսությամբ։ Չափազանց բազմազան եւ հարուստ է Տանզանիայի կենդանական աշխարհը։ Տարածված են փիղը, սևռն եղջյուրը, գետաձին, գոմեշը, այծքաղը, վագրածին, ընձուղտը, արյուծը, ընձառյուծը, վագրակատուն, բորենին, շնագայլը, կապիկների եւ թռչունների լայն տեսականին։ Հանդիպում են կոկորդիլոսներ եւ օձեր։ Երկրի բնաշխարհը պահպանելու համար ստեղծվել են մի շարք արգելոցներ եւ ազգային պարկեր։ Տանզանիայի արգելոցներն ու ազգային պարկերը հայտնի են ողջ աշխարհում։ Դրանց կենդանական եւ բուսական աշխարհն անխաթար պահելու համար այստեղ օրենքով արգելված է ոչ միայն որսորդությունը, այլև երկրագործությունը։ Սիրելի հեռուստադիտողներ, եւ այսօր մեր թեման ամփոփելով ասեմ, որ գերմանացի կոմպոզիտոր Լյուդվիգ վան Բեթհովենի իսկական դեմքը մահից հետո ավելի քան 200 տարի հետո գիտնականների ջանքերի եւ արհեստական բանականության գործիքների շնորհիվ վերջապես բացահայտվել է։ Կոմպոզիտորի գանգի վրա հիմնված գիտական վերակառուցման շնորհիվ պարզվել է, թե ինչպիսին են իրականում եղել հանճարի դիմագծերը։ Հետազոտության առաջատար գիտնական Ցիցերոն Մորեասը ստեղծել է Բեթհովենի առաջին տրիտե դիմապատկերը, օգտագործելով նրա գանգի հին լուսանկարները, որոնք տրամադրել էին Բուենում Բեթհովենի տուն թանգարանը։ Նա օգտագործել է նաև չափագրական տվյալներ, հավաքված դեռ 1888 թվականին։ Նա նաև ստեղծել է գանգի ճակատային եւ կողային ուրվագծեր, ապա դրանց հիման վրա 3D մոդել։ Դրանից հետո ավելացրել է փափուկ հյուսվածքների հաստությունը, քթի ուրվագիծը եւ այլ դիմային նշաններ, հիմնվելով եվրոպացիների տվյալների վրա։ Վերջում դեմքին ավելացվել է մազերը Բեթհովենի 1820 թվականի հայտնի դիմանկարի հիման վրա, ինչպես նաև այբ գործիքների օգնությամբ կատարելագործվել են մյուս դետալները։ Սիրելի հեռուստադիտողներ, շնորհակալ եմ, որ այսօր օրը նույնպես սկսեցիք մեզ հետ, մեզ դիտելով, ձեզ մաղթում եմ հաճելի աշխատանքային օր, իսկ մենք արդեն կհանդիպենք վաղը։